Հարգարժան պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 25 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին 1,582,206,000 դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքներից թվով 26 սուբվենցիոն ծրագրեր, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ 2 ծրագիր 153,7 միլիոն դրամ, Արատի մարզի 2 ծրագիր 210,9 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 6 ծրագիր 199,6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 3 ծրագիր 125,9 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 192,8 միլիոն դրամ, Կոտայքի մարզի 1 ծրագիր 25 միլիոն դրամ, Շիրակի մարզի 2 ծրագիր 158,5 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 2 ծրագիր 186 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզի 4 ծրագիր 263,8 միլիոն դրամ եւ Տավուշի մարզի 2 ծրագիր 66 միլիոն դրամ։ Ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենան 25 թվականի պետական բյուջեից 14,9 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր։ Ձեր թույլտվությամբ նաև անդրադառնամ համառոտ այդ ծրագրերին։ Արագածոտնի մարզում խոսքը վերաբերում է Աշտարակ համայնքի Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Կոշ, Ուջան տեղեր եւ բյուրական բնակավայրերի խմելու ջրի ցանցի հիմնանորոգմանը, կատարվեց է շինարարական աշխատանքների 87%-ը, կառուցվել է 10,8 կիլոմետր երկարությամբ խմելու ջրագիծ։ Մեծամոր համայնքի Օթևան բնակավայրում խմելաջրի սնուցող ցանցի հիմնանորոգումն է, կատարված է շին աշխատանքների 75%-ը, կառուցվել է 2,7 կիլոմետր երկարությամբ խմելու ջրի սնուցող ցանց։